Ողջույն բոլորին, այս տեսանյութում գնայինք երբ է կատարվելու, ոչ թե երբ էլ կկատարվի արդյոք ձեր ցանկությունը, թե ոչ։ Ովքեր որ նոր են, երբ որ աստղ էին գնում, ապա դա նշանակում է, որ ձեր ցանկությունները կիրականանան։ Եթե աստղը հեռու է իրարից, բայց նկարներ են ընկնում, ապա դա նշանակում է, որ այդ ցանկությունները կիրականանան, ուղղակի մի փոքր ուշ։ Դա մալ լավ կլինի, մինչև պահելը ժամկետ պահեք նաև։ Եվ 4 տարբերակը նույնը չի կարելի պահել։ Ամեն մեկը մի հարց տվեք, հարցի պատասխան եք ստանում, որից է կարևոր տեղեկատվություն է, որի պատասխանը այդ օրը կարող եք ստանալ։ Բայց է շատ այստեղ ինչ-որ հարց է շատ կարևոր, որովհետև բավականին շատ նկարներ կան, եւ դրանք շատ կարևոր են, կյանքի բոլոր ոլորտներին է վերաբերվում։ Այնպես որ կարող եք նաև այդպես ինչ-որ մի հստակ հարց պահել մինչև ցանկությունը։ Այսքանը երևի, ընդհանուր գնանք 4 տարբերակ, ինչպես որ միշտ ենք նայում, մինչև ես խառնեմ, դուք տարբերակները որոշեք, կողմնորոշվեք, որն է ձեզ ավելի գրավում, հենց դա էլ կարող եք ընտրել այդ պահին։ Ինչով խառնեմ։ Եթե չեք հասցնում, կարող եք կանգնեցնել տեսանյութը եւ հետո վերադառնալ։ Նայեք, հետո վերադարձեք։ Ահա, հուսով եմ պահեցիք, մենք գնայինք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Նաև մոռացա նշեմ, ովքեր որ նոր են, եթե ձեր ցանկությունը իրականացավ։ Շնորհավորում եմ։ Ամենայն դեպս, եթե ձեր ցանկությունները այստեղ աստղը չի ընկնում եւ այստեղ էլ ցանկությունները չկան, նշանների մեջ չկա ձեր ցանկությունները, ապա դա նշանակում է, որ դեռևս ժամանակը չէ։ Բայց մեր մոտ այստեղ առաջին տարբերակը արդեն իսկ ընկավ, ձեր ցանկությունները կիրականանան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ։ Կարիք էլ չկա այդպես գցելու, բայց ամենայն դեպս այն ինչ որ ընկնի, ոնց որ դա հստակվում է, ավելի կրկնապատկվում եւ ավելի հստակ է լինում, որ հենց այս ցանկությունները իրականանալու են։ Ուրեմն այստեղ հաշտություն կնքել ոչ մեկի հետ, եթե վիճված եք, ապա կհաշտվեք։ Նաեւ դա կարող է լինել, որ եթե վիճված չէիք, ապա կարող եք վիճվել, իրար հետ վիճեք, բայց շատ արագ էլ նաեւ հաշտեցումը տեղի ունենա։ Նաեւ ձեր ցանկությունները այստեղ նիհարելու հետ կապված կիրականանան, ամուսնության առաջարկ անելու հետ կապված կիրականանան, ծաղիկներ ստանալու հետ կապված, քննությունները լավ հանձնելու, դիպլոմ ստանալու հետ կապված հարցերը եւս կիրականանան եւ աշխատանքի ընդունելություն, գործարքներ, նաեւ ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ, այդպես։ Այդ պահերը ամբողջությամբ իրենք կիրականանան ձեզ մոտ։ Դե պլյուս նա, ինչը որ դուք պահել եք, եթե սրանց մեջ կար ավելի լավ, չէ ավելի է պնդացնում։ Ոչինչ բաց չեմ թողել, այստեղ նաեւ հարսանիքն է կարող եք արդեն պայմանավորվել հարսանիքի օրը։ Պլանավորել արդեն որոշ բաներ։
Ահա, առաջին տարբերակի համար հիանալի է, որ հենց առաջինն էլ ընկավ, ոնց որ մարդկանց ուրախություն է բերում միանգամից տրամադրությունը այս բարձրանում է։ Դե չէ, լինում է օր, որ 4-ն էլ չի լինում, ալարումա մի հատ ինչ-որ մի բան ընկնի, հա։ Նորմալ է։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Մի փոքր է հեռու, ընդհանրապես մի փոքր։ Եթե այստեղ լինի ձեր ցանկությունը, ապա դա նշանակում է, որ ընդհանրապես մի քիչ կուշանա։ Օրինակ սիրո հետ ոնց որ դեռ չի, սիրում, դեռ սիրահարվածության փուլն է օրինակ կամ հավանում է ձեզ, բայց դեռ չի սիրում, այսպես։ Ահա, երկրորդ տարբերակում նվերներ ծաղիկ կստանաք, նվեր, հա, դա կուշանա։ Նաև ոչ է մեկից նամակ, ոչ է փաստաթուղթ եք, եթե սպասում, դա եւս, հա, կարող է ուշանալ։ Հեռախոս գնելը կամ նվեր ստանալը դա եւս, հա, մի փոքր կարող է ուշ լինել, եթե գումարի հետ է կապված, ապա դեռ գումարը չկա։ Հաշտեցման համար եւս, եթե վիճել եք ինչ-որ մեկի հետ, ապա կհաշտվեք, եթե ոչ, ապա կարող վիճել, հետո շատ արագ հաշտվել։ Ընկերներով հավաքվել, ուրախանալ, քեֆ անել եւ այստեղ ամուսնության առաջարկ։ Դա եւս մի փոքր կարող է ուշանալ։ Եթե ժամկետ եք պահել, հա, ոնց որ ձեր պահած ժամկետից մի փոքր ուշ։ Ոչինչ բաց չեմ թողել։ Այստեղ նաեւ սպորտի հետ կապված գնալ սպորտի, թե ոչ, որովհետեւ հաղթանակը դեռ չեմ տեսնում։ Հաղթանակի համար արդեն պետք է ավելի շատ պարապեք դեռևս։ Որովհետև հաղթանակը դեռ չկա։ Չկա։ Ոչինչ բաց չեմ թողել։ Առողջությունը նաև, առողջության հետ կապված եւս, հա, ինչ որ հարցերը կամ բուժումը, եթե ուզում եք, ապա դա եւս կարող է մի փոքր ուշանա, ոչ թե կարող է, այլ մի փոքր կուշանա, նաեւ վարկ վերցնելու հետ կապված, պարտքերը փակելու հետ կապված այդ հարցերը եւս, հա, կուշանան մի փոքր։ Այսքանը նաեւ երկրորդ տարբերակի համար, ցավոք աստղը չընկա, մի փոքր ես հեռու է, գիտեք, որ դժվար է, այդպես հեշտ չէ, միանգամից աստղը ընկնելը։ Բայց լավ էր երկրորդ տարբերակում անմիջապես ընկավ։ Տեսնենք երրորդ տարբերակը։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։
մի փոքր էլի աստղերը իրարից հեռու են, դե բնական է դժվար է ընկնելը, պետք է համբերատար լինել, կամ հարցը ճիշտ չեք ձևակերպել, դրա հնից է, կարող է շատ արագ ինչ-որ մի բան եք պահել և դա ինչ-որ անիմաստ է եղել, ոնց որ լիարժեք չի լսվում տիեզերքի կողմից, ինչ եք պահել ընդհանրապես, ինչ եք ուզում, ինչ-որ մի վայրկյանի պահ է, մի վայրկյանի պահ է, խոսքով, հասկացաք, ահա, ուրեմն, այս մյուս երրորդ տարբերակում բացեք բիզնես, եթե պահել եք, որ բացեք բիզնես, ապա այո, կբացեք, բայց մի փոքր կարող է դա ուշ լինի, ավելի շատ, նաև առաջին տեղում հաղթանակ, յուրաքանչյուր հարցում այստեղ կարող է լինել նաև սպորտում, կարող է լինել նաև մեկ այլ տեղ, նաև թոր, ծոր, այդպես պապի, տատի, հավաքվեք բոլորով, երեխաներով հավաքվեք մեկ տեղում, նա ևս էլի մի փոքր կուշանակ, ինչ-որ մեկին հարմար չի, այսպես, այնպես, և նիհարելու հետ կապված, ևս էլի մի փոքր պետք է սպասեք, այսքանն է կարծես թե մի փոքր դանդաղ եմ տեղադրել, որ լավ նայեմ, բայց ամեն ինչ հնարավոր է. Տարբերակներ չկան էլ. Այսքանը նաև երրորդ տարբերակի համար, պահեք չորրորդը կամ ֆիքսվեք ձեր ցանկության վրա, որ մի քիչ հասկանալի լինի քարտերին, թե ինչ եք պահել, որպեսզի ճիշտ ներկայացնի. Ֆիքսվեք, ես դրա համար խառնելուց ձեն չեմ հանում. Կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը. Աստղն ընկավ, այնպես որ ևս շնորհավորում եմ, առաջին ու չորրորդ տարբերակները հիանալի էին. Դա կողքից ինչ էլ որ ընկնի, դա ևս ձեզ համար էլի հաստատում է, որ այո, սա այսպես է. Ահա, ուրեմն չորրորդ տարբերակը, վերջին տարբերակը ևս ձեր ցանկությունները իրականացավ, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի այս դեպքում արդեն, ոմանք գործարք կկնքեք, եթե շատ կարևոր գործարք է, ապա գործարքը կկնքեք, նաև դա կարող է լինել ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ, որ երրորդ անձնավորությունը ձեզ կծանոթացնի, օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարցեր, գնալ հանգստանալու կամ այնտեղ ինչ-որ փաստաթղթեր եւ այլն, ինչ-որ գործեր օտար երկրում, դա եւս կիրականանա եւ հաշտեցում, եթե ինչ-որ մեկի հետ վիճել էիք, ապա հիմա կհաշտվեք։ Եթե չէ, կարող վիճել, հետո հաշտվել, ինչ-որ մի բան տեղի կունենա, որ հաշտվեք։ Այսքանը բոլորի համար, շնորհավորում եմ առաջին եւ չորրորդ տարբերակները, դե մնացածինն էլ է, իրենք մի փոքր ուշ կլինեն, բայց
Եթե չկա ձեր պահածը, ապա ուշնել է, ոնց որ էլի չի։ Ուրեմն դեռ ժամանակը չէ, դեռ պետք է էլի սպասեք ձեր ցանկության իրականացմանը։ Մի նեղվեք, էլի կպահեք, միևնույնն է լինում է, մեկ շաբաթ այս մյուս ալիքում է լինում, մյուս շաբաթ այն մյուս ալիքում է լինում, այնպես որ կկարողանաք պահել, մի նեղվեք։ Այսքանը սիրելիներս, թող որ բոլորի ցանկությունները կատարվեն, երբ որ իրոք պետք է կատարվեն դրանք, հա, երբ որ Աստված է այդպես կամենում, որ ձեր ցանկությունները կատարվեն, եւ երբ որ դուք ճիշտ եք հասկացել այդ ցանկությունը, ճիշտ եք պահել, ճիշտ եք կլանում այդ ցանկությունը, որովհետեւ ամեն մի ցանկություն չէ, ուղղակի մարդը օդի մեջ ասում է, բայց չպատկերացնում այդ ցանկությունը, որ լինի ինչպեսին է լինելու, այդպես։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք։